Այսօր աչքովս ընկավ մի դաշնակցական գործչի հարցազրույց, որտեղ նա խոսում է այն մասին, որ ես ընդամենը 3 օր Ղարաբաղյան պատերազմի ժամանակ եղել եմ Ստեփանակերտի նկուղներում եւ չեմ իրականացրել իմ գործառույթները որպես փոխվարչապետ երկրի։ Ժողովրդին ավելի շատ հետաքրքրում է, թե ուր էր դաշնակցական վերնախավը, որովհետեւ վստահաբար Ղարաբաղում չէր, եւ արդյոք դաշնակցական վերնախավը արդեն Երևանում պլանավորում էր հետպատերազմյան հեղաշրջման պլանը։ Դաշնակցության վերնախավը պատերազմի ժամանակ սեպտեմբեր 27-ի առավոտյան արդեն ժամը 8:30-ին կազմակերպական գործի մեջ էր։ Հարյուրավոր կամավորներ դաշնակցական արդեն շարված էին Արամ Մանուկյանի արձանի մոտ եւ արդեն գիշերը առաջնագծում էին։ Առաջնագծում էր օրինակ Գեգամ Մուշեղյան, Դաշնակցության Երևանի կառույցի ղեկավար, առաջնագծում էին Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի անդամներ։ Հիմա օրինակ բյուրոյի անդամ բժիշկ Տարոն Տոնոյանը։ Դժվար է խոսել, դրա համար չեմ մանրանա։ 54 մեր կամավորականների կյանքը ամեն մեկիս համար էր։ Շատ թանկ կյանք էր։ Տասնամյակներով իրար հետ կյանք տեսած մեր ջուտը մհերը, բժիշկ Նորիկը ու բազմաթիվ այլ անուններ։ Իսկ մի օր գալու է, որ պարզվելու է Հայաստանի իշխանությունները ինչպես տապալեցին 44 օրյա պատերազմում իրական համահայաստանյան, համահայկական կազմակերպման մոբիլիզացիայի թիկունքը առաջնագիծը ապահովելու գործը։ Լավ մնացեք։